Առանց կին առաջնորդների ճկունության, նորարար մտածողության ու կառավարման դժվար է պատկերացնել ժամանակակից կյանքը։ Երևանում առաջին անգամ անցկացվող Women in Leadership Forum-ն ու մրցանակաբաշխությունը մեկ հարկի տակ է հավաքել հաջողակ ու ազդեցիկ կանանց, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով եւ օգնել մյուսներին։ Հայ կանայք ունեն այն պոտենցիալը, որպեսզի լինեն առաջնորդներ։ Անկախ ամեն ինչից, ինչքան էլ որ ստատիստիկաները ցույց տան հակառակը եւ ապացուցեն, որ գործընկերության մեջ երբեմն հաճախ մարդիկ ուզում են համագործակցել տղամարդկանց հետ, պետք է նշել եւ փաստել, որ այժմ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք շատ կայացած կին գործընկերներ, ովքեր կարողանում են իրենց բիզնեսով մեծ օգուտ տալ Հայաստանի Հանրապետությանը։ Ֆորումի օրակարգը հագեցած էր։ Առաջին հատվածում պանելային քննարկումներ էին, փորձի փոխանակում եւ իրական պատմություններ։ Մասնակիցների թվում էին բիզնեսի, կրթության, ֆինանսական համակարգի ու հանրային կյանքի ներկայացուցիչներ։ Դահլիճում մոտ 200 կին մասնակիցներ։ Կին եւ տղամարդ գաղափարով չնայենք առաջնորդությանը։ Միջոցառման ռազմավարական գործընկերը ID Bank-ն է, կառույց, որտեղ առաջնորդության չափանիշը ոչ թե սեռն է, այլ կարողությունները։ Շատ ժամանակ մարդիկ մտածում են, որ բանկային ոլորտը ավելի հարիր եւ համապատասխան է տղամարդկանց, բայց այս համագործակցությունը ապացուցեց եւ փաստեց, որ ID Bank-ը որպես ֆինանսական համակարգի գործընկեր ունի շատ մեծ ներդրում եւ ունի այսպես առաջադիմական հայացքներ, որպեսզի աջակցի կանանց առաջնորդության հետ կապ ունեցող միջոցառումների։ ID Bank-ը շատ կարևորում է նման միջոցառումները եւ մշտապես կանգնած է նման միջոցառումների կողքին, հաշվի առնելով, որ այսօր կանանց դերը ցանկացած բիզնեսում կարևոր է եւ միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ ցանկացած բիզնեսում կանանց եւ տղամարդկանց դերերի տարբերություն չլինի։ Այսօր ուրախությամբ կարող եմ արդեն ասել, որ ID Bank-ի միջին օղակի ղեկավարներից սկսած շուրջ 53%-ը կանայք են, ինչը նշանակում է, որ մենք հենց փաստացի էլ ցույց ենք տալիս մեր գործընթացներում կանանց դերի կարևորությունը։ Ընդ որում կանայք ներկայացված են ղեկավարման բոլոր օղակներում։ Եվ վարչության անդամ են, եւ խորհրդի անդամ կին ունեն, եւ յուրաքանչյուրն իր բիզնես օղակում կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք արդյունավետ են բիզնեսի հաջողության համար։ ID Bank-ում առաջին պլանում մարդն է ու նրա համար հավասար հնարավորությունների ստեղծումը, ցանկացած տեխնոլոգիա, ֆինանսական լուծում ու ծառայություն մշակվում է հենց մարդու համար։ Բանկը մեզ համար երբեք չի եղել միայն ֆինանսների մասին, եւ մենք շատ հաճախ ենք մտածում 21-րդ դարի մարդու մասին։ Ինչ գիտի այդ մարդը իր հնարավորությունների մասին, ինչպիսին է նա, ինչ կուզի իմանալ իր հնարավորությունների մասին եւ վերջապես ինչ է պետք այդ մարդուն։ Այս հարցերը մեր էկոհամակարգում հնչում են շարունակաբար, ոչ միայն մեր պրոդուկտները նախագծելիս, այլ նաեւ մեր սոցիալական պատասխանատվության ծրագրերն ուրվագծելիս։ Մեր պատասխանատվության գոտում առաջին եւ ամենակարևոր տեղում հենց մարդն է, նրա համար հավասար հնարավորությունների ստեղծումը, նրան աճի եւ զարգացման հնարավորություններ տալը եւ բոլորովին կարեւոր չէ տվյալ պարագայում այդ մարդը կին է, թե տղամարդ։ Women in Leadership միջոցառման շրջանակում արժևորվեցին կանայք, որոնք նշանակալի ներդրում են ունեցել բիզնեսի, առաջնորդության, սոցիալական ու հանրային բարեգործության, մշակույթի եւ արվեստի, կրթության ու գիտության ոլորտներում։ 6 կին ստացավ մրցանակ։ ID Bank-ը բոլոր մրցանակակիրներին տրամադրեց բանկի Travel Card 1 տարի անվճար սպասարկման հնարավորությամբ։